Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի աշխատանքներին հետևող քաղաքացիներ։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, վարչությունը տրամաբանական որոշում է կայացրել 2026 թվականին Պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը առաջադրելով։ Այդ թեկնածությունը ամբողջությամբ համապատասխանում է մեր բանակի եւ անվտանգության համակարգի գործող վիճակին։ Իսկ ինչպիսին էր մեր բանակը եւ անվտանգության համակարգը մինչեւ 2018 թվականը։ Ես ռազմական փորձագետ չեմ, անգամ զինված ուժերում չեմ ծառայել եւ չեմ զբաղեցրել այնպիսի պատասխանատու պաշտոններ, որը ինձ հնարավորություն կտար իրական օբյեկտիվ պատկերացում կազմել զինված ուժերի վիճակի վերաբերյալ։ Այդպիսի պաշտոն մեր երկրում 18 թվականից զբաղեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ գնահատականներ է նա տվել 18 թվականին պաշտոնը ստանձնելու պահին։ Ես հիշում եմ, երբ որ նա 2018 թվականի մայիսի 8-ին ընտրվեց վարչապետ, մայիսի 9-ին իր առաջին աշխատանքային այցով եղավ Արցախի հանրապետությունում։ Ես գործածում եմ այնպիսի հասկացություններ, որոնք գործածվել են վարչապետի պաշտոնական կայքում։ Նա հանդիպում է ունեցել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ նույն օրը այցելել Արցախի հանրապետության պաշտպանության բանակ, որտեղ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը զեկուցել է պաշտպանության բանակի մարտունակության եւ պատրաստվածության վիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը տվել է հանձնարարականներ եւ Facebook-յան գրառմամբ իր գոհունակությունն է հայտնել Արցախի հանրապետության պաշտպանության եւ անվտանգության համակարգի վերաբերյալ։ Ցավալի է, որ հիմա Բակո Սահակյանը եւ Լևոն Մնացականյանը գերության մեջ են գտնվում Բաքվի բանտում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ 2020 թվականին, երբ արդեն 2.5 տարի մոտ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում էր վարչապետի պաշտոնում, Տավուշի մարզում բռնկվեց ռազմական գործողություններ։ Այդ ռազմական գործողությունների արդյունքում, երբ որ մեր զինված ուժերը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ թշնամուն, անառիկ պահելով Տավուշի մարզի այն տարածքները, որ հետագայում 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը պարզապես հանձնեց թշնամուն, այդ ժամանակվա ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ Սարդարապատի հուշահամալիրում օգոստոսի 28-ին, եթե չեմ սխալվում, երբ Նիկոլ Փաշինյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններ, ինչպես նաեւ Հայաստանի ազգային հերոսի շքանշաններ հանձնում զինվորականներին, այդ ժամանակ նա մեզ քաղաքացիներից տեղեկացրեց, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում վճռորոշ բանակ է եւ այդ բանակը ցույց տվեց, որ այդ բանակի հետ ուժի լեզվով խոսել ոչ ոք չի կարող։ Այդ բանակին Նիկոլ Փաշինյանը տարավ 44-օրյա պատերազմին։ Այդ բանակը Արցախի հանրապետության պաշտպանության բանակը այլևս չկա։ Այլևս չկան այն հազարավոր զինծառայողները, ժամկետային եւ պայմանագրային կամավորականները, որոնք գնացել էին հայրենիքը պաշտպանելու։ Չկա այն երկիրը, այն հողը, որտեղ թափվել է նրանց այրունը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը կա ողջ առողջ եւ շարունակում է պաշտոնավարել Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Եվ իր պաշտոնավարման շրջանում սա միակ պատերազմն ու զոհերը չէր, որ բերեց մեր ժողովրդին։ 2021 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դուրս եկեր քարոզարշավի ապագա կա ապագա կարգախոսով, այնտեղ չէր խոստացվում, որ մեր ժողովրդին սպասվում է պատերազմական ապագա։ Չխոստացվեց, բայց 2022 թվականին այդ պատերազմը հասավ Հայաստանի սահմաններին, ընդհուպ մինչև իմ սիրելի եւ հայրենի տուրիստական քաղաք հանդիսացող ջերմուկ, որը դարձավ մարտական գործողությունների թատերաբեմ։ Հարյուրավոր զոհեր, որոնց անուններն անգամ մենք չգիտենք։
որոնց զոհողության օրը հիշատակի օր, սգո օր մեր երկրում անգամ չի հայտարարվել։ Այդ պատերազմից հետո Ադրբեջանը պահանջեց Նիկոլ Փաշինյանից, որպեսզի Ադրբեջանին փոխանցվեն Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ եղած տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Ինչի համար? Որովհետև քանի դեռ Ադրբեջանը չուներ այդ քարտեզները, չէր կարող իրականացնել քաղաքացիական ականազերծում եւ օգտագործել այն տարածքները։ Այսինքն, եթե չփոխանցվեին այդ քարտեզները, կարող էինք ասել, որ այդ տարածքներն էլ փոխանցված չեն, որովհետև Ադրբեջանը միևնույն է դա չէր կարող օգտագործել։ Մենք շատ էինք լսում տեղեկություններ, թե ոնց են ադրբեջանցի զինվորականներ, քաղաքացիական անձիկ պայթում այդ տարածքներում տեղադրված ականների վրա։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին պարբերաբար փոխանցել է եւ ինքը խոստովանել դրա մասին ականապատ դաշտերի մի քանի տասնյակ քարտեզներ, որոնցում ներառված են մի քանի տասնյակ հազար հակատանկային եւ հակահետևակային ականներ, որոնք այդ տարածքում տեղադրել էին հայ սակրավորները։ Եվ այստեղ է գալիս այն հարցը, թե ինչի էր Իլհամ Ալիևը 2024 թվականին Տաուշից տարածքներ պահանջելու ժամանակ պահանջում Նիկոլ Փաշինյանից եւ Հայաստանի իշխանություններից, որ մեր սակրավորները ականազերծեն այդ տարածքները, նոր հանձնեն Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանցիների կողմից ականազերծման աշխատանքներ իրականացնելուց ադրբեջանցի սակրավորներ չզոհվեն եւ վիրավորում չստանան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կատարեց այդ պահանջը, հայ սակրավորներին մտցնելով այն դաշտերը, որտեղ որ մեր սակրավորները ականապատել էին տարածքները թշնամու ճանապարհը մեր երկիր փակելու համար։ Նիկոլ Փաշինյանը այդ բայներ, որ դուք նրանց մահը կանեցաք, հայ սակրավորի մահը, նրանց վիրավորումը եւ դրա համար մեր սակրավորին էր մցրել ականապատ դաշտեր ադրբեջանցիների կյանքը փրկելու համար։ Սա դեռ իմ խոսքը չէ սակրավորների թեմայով։ Ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ, երբ որ դուք վերջնականապես քանվեք այդ թեմայի ձեր շահարկումներից։ Իսկ պատերազմների, 3 մեծ պատերազմ, բազմաթիվ մարտական գործողություններ, հազարավոր զոհերով, ինչ է եղել դրա վերաբերյալ։ Այն հանձնաժողովը, որի նախագահ մենք պիտի ընտրենք, նույնանուն հանձնաժողովները 7-րդ եւ 8-րդ գումարման ազգային ժողովներում ստեղծել են քննիչ հանձնաժողովներ, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ 44-օրյա հանգամանքի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Սիրելի հայրենակիցներ, կա ձեզնից մեկը, ով որ տեսել է այդ զեկույցները։ Այդ զեկույցները ոչ քառօրյա պատերազմի, ոչ 44-օրյա պատերազմի, ոչ ոք չի տեսել։ Բայց բոլորս լսել ենք այն նմանատիպ սակարկումները, որոնք հիմա գոյություն ունեն քառօրյա պատերազմի վերաբերյալ, Խաչատուրովի բիլիարդ խաղալու վերաբերյալ, տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր լնելու վերաբերյալ, մեր զինվորների բահերով կռվելու վերաբերյալ, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։ Բայց հաստատվել է փաստը, որ Արցախի պաշտպանության բանակը 2016 թվականին անառիկ է պահել մեր երկրի սահմանները եւ հնարավորություն է տվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատին մայիսին փոս փորել Մարտակերտի շրջանում իրենց վերապահված տարածքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հնարավորությունը այլևս մեր բանակին չի տրվել։ Այս հանձնաժողովի իրավասության ներքո է գտնվում նաև անվտանգության հարցերը։ Ես ուղղակի խորը ցավ եմ ապրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար, որը ջլատվել եւ մասնատվել է այս վերջին տարիների ընթացքում։ Լնայեք ինչ փոփոխություններ են եղել, միայն կադրային մասով ասեմ։ 8 տարվա ընթացքում Հայաստան ունեցել է պաշտպանության 4 նախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի 6 ղեկավար։ 6 ամիս է եղել, որ մենք ընդհանրապես գլխավոր շտաբի պետ չենք ունեցել։ Նայեք ազգային անվտանգության ծառայության քանի տնօրեն ենք ունեցել մենք այն 8 տարիների ընթացքում, երբ որ նրանից առաջ Գորիկ Հակոբյանը պաշտոնավարում էր 12 տարի։ Ես պատահական չեմ ասում սա համակարգ է, որը գործում է իր պահպանողականության սկզբունքով։ Հələ մի հատ պատկերացրեք որևէ խանութի, ասենք 88 խանութի գործունեությունը, երբ որ 8 տարվա ընթացքում նա ունենա 8 տնօրեն։ Այդպես են վերաբերվում այս մարդիկ մեր երկրին ու պետությանը։ Դրա համար են մեր երկիրը դարձրել խոցելի եւ թշնամու համար ուղղակի թիրախ։
Ելույթ ունեցավ պատգամավոր Էդգար Ղազարյանը, ով ասել էր, որ ինքը կամենում է բոլոր այն հայ սակրավորների մահը, ովքեր որ կմտնեն ականապատ դաշտ, եւ կրկին անգամ ներողություն չխնդրեց դրա համար։ Այսպիսով շարունակելով ուժեղ Հայաստան խմբակցության վրա պահել այն պատասխանատվությունը, որը որ կա։ Փաստացի նրանք խմբակցությունում ունեն պատգամավոր, որը կամեցել եւ ենթադրում եմ շարունակում է կամենալ հայ սակրավորների մահը, նիստն ավարտված է։